Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ, բժշկական նախագիծն է և ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ ու միասին, ինչպես միշտ, փորձելու ենք վերհանել առողջական խնդիրները, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը մնա առողջ։ Եվ այսպես գլխավոր թեման այսօր, որ մենք որոշել ենք քննարկել, դա ոտնաթաթի դեֆորմացիաներն են։ Ինչպիսի դեֆորմացիաներ են լինում, ինչպիսի խնդիրների կարող են դրանք բերել և իհարկե ինչպես լուծել, քննարկենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին։ Չինացիները մի ասացվածք ունեն. ծառի դեպքում առաջինը ծերանում է արմատը, մարդու դեպքում ոտքերը։ Պատահական չէ, որ ոտնաթաթի խնդիրների բուժման ակունքներում կանգնած են չինացիները։ Մեր թվարկությունից առաջ 3-րդ դարի հայտնի բժիշկ Խուա Թուան աշխարհում առաջինն է ուսումնասիրել մարդու ոտնաթաթը եւ մի յուրահատուկ աղյուսակ ստեղծել։ Խուա Թուան աղյուսակ է մշակել, նշելով ոտնաթաթի մի քանի կարևոր կետեր, որոնք կապված են տարբեր օրգանների աշխատանքի հետ։ Ավելի ուշ 19-րդ դարում ոտնաթաթի սովորական խնամքը վերածվեց բժշկության առաջին ճյուղի՝ պոդոլոգիա անունով։ Ներաճած եղունգներից մինչև հարթաթաթություն կամ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ։ 21-րդ դարը ամենօրյա վազվզոցը անհարմար կոշիկներն ավելացրել են ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը և նրանց հետ կապված խնդիրները։ 2024-ին Գերմանիայի Յենայի համալսարանի գիտնականները որոշեցին պարզել, թե ինչպես է կոշիկն ազդում երեխաների ֆիզիկական զարգացման վրա։ Հետազոտությանը մասնակցում էր 810 երեխա։ Գիտնականները պարզեցին, որ ոտաբոբիկ վազվզող երեխաները զարգացրել են մարմնի հավասարակշռությունը և ֆիզիկական ընդունակությունները, ավելի արագ են վազում, ավելի բարձր ցատկում, իսկ մշտապես կոշիկ հագնող երեխաները մի քանի պարամետրով զիջում են նրանց։ Գերմանացի գիտնականները եզրակացրել են, երեխայի զարգացման առաջին տարիներին ոտաբոբիկ լինելը օգնում է կոփել մարմինն ու առողջությունը և զարգացնել ֆիզիկական տվյալները։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ներկայացնեմ իմ այսօրվա առաջին հյուրին, վնասվածքաբան օրթոպեդ Լևոն Գրիգորյանն է մեր այսօրվա հյուրը։ Եվ այո, մենք խոսում ենք ոտնաթաթի դեֆորմացիաների մասին, եկեք միանգամից թեթև անցնենք, թե ինչպիսի դեֆորմացիաներ, ինչու է ոտքը դեֆորմացվում ընդհանրապես։ Ոտնաթաթի դեֆորմացիաները բավական տարածված են և տարբեր հաշվարկներով բնակչության 30-ից մինչև 70%-ը ունի ոտնաթաթի դեֆորմացիա։ Այսինքն ամեն երկրորդը։ Մինիմում, այսպես կարող ենք ասել, որ ամեն երրորդը, բայց 60 տարեկանից բարձր անձանց մոտ հաստատ ամեն երկրորդը ունի ոտնաթաթի որևէ դեֆորմացիա։ Մենք կարող ենք ծնվել դեֆորմացիայով։ Այո, իհարկե, ոտնաթաթի դեֆորմացիաներ լինում են բնածին նաև, բայց մեծ տոկոսը կազմում են իհարկե ձեռքբերովի դեֆորմացիաները։ Ինչն է նպաստում, որպեսզի ես ձեռք բերեմ դեֆորմացիա ոտնաթաթի։ Շատ տարբեր գործոններ կան, առաջի հերթին կառուցվածքային առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են ժառանգական նախատրամադրվածությամբ եւ արդեն կան նպաստող գործոններ, դրա մեջ է մտնում օրինակ հավելյալ քաշը, կենսակերպը, ծանրաբեռնվածություններ, աշխատանքի բնույթ եւ այլն, ինչպես նաեւ կոշիկները, դրանք նույնպես մեծ դեր ունեն։ Եկեք հիմա առաջարկենք մեր մասնակիցներին տաղավարում գտնվող քվեարկել արդյոք անհարմարությունն ու ցավը նորմալ են նոր կոշիկ կրելիս հարցին։ Կարծում եք այդպես պետք է լինի, թե դա այնուամենայնիվ սխալ ընտրած կոշիկ է։ Մինչ կքվեարկեն, մենք փորձենք հասկանալ հիմնական տարբերակները դեֆորմացիաների, որովհետև մենք չենք խոսում մեկ դեֆորմացիայի մասին։ Այո, դրանք տարատեսակ են եւ տարբեր տարիքային խմբերում ավելի շատ հանդիպում են տարբեր տիպի դեֆորմացիաներ։ Օրինակ երեխաների մոտ ամենաշատը հանդիպող ոտնաթաթի դեֆորմացիան դա հարթաթաթությունն է, որը նաև պայմանավորված է որոշակի ֆիզիոլոգիական էլեմենտներով, մինչև 5-6 տարեկան երեխաների մոտ հաճախ լինում է հարթաթաթություն, որը նույնիսկ համարվում է ֆիզիոլոգիական զարգացման էտապ։ Եկեք ձեռքի վրա անգամ կարելի է ցույց տալ ինչ է հարթաթաթություն։ Դա սովորաբար դա ներսի երկայնական կամարի հարթեցումն է, որը կոչվում է երկայնական հարթաթաթություն։ Այսինքն այս կամարը պետք է բոլորի մոտ լինի։ Պետք է արտահայտված լինի, այդ կամարը ունի բավական մեծ ֆունկցիա, այն ունի ամորտիզացիոն ֆունկցիա եւ դրա հաշվին ամեն մի քայլքի ժամանակ, վազելու ժամանակ, բարձրությունից իջնելու, թռնելու ժամանակ այդ զսպանակի նման իջնում բարձրանում է եւ մեղմում է հարվածները ավելի վերև գտնվող հատվածների համար։ Իսկ եթե ունենք հարթաթաթություն, եթե ունենք հարթաթաթություն, արդեն հենց այդ ամորտիզացիոն ֆունկցիան է իջնում, որը բերում է ոտնաթաթի եւ ավելի վերև գտնվող տարբեր հատվածների վրա սխալ ծանրաբեռնվածության
ընդհանուր ողնաշար, իհարկե ոտնաթաթի դերը ողնաշարի դեֆորմացիաների առաջացման գործում մի քիչ ուռճացված է, ոտնաթաթ ունի ավելի երկրորդային ազդեցություն, բայց բնականաբար այո, դա ազդում է։ Եվ ավելի մեծ տարիքային խմբում 18-ից բարձր անձանց մոտ ավելի գերակշռում է ոտնաթաթի առաջային հատվածի դեֆորմացիան, այդ կոչվածը, որը իր տերմինը իրական հալյուքս վալյուքս, շատերը առնչվում են դրա հետ, երբ բթամատը թեքվում է դեպի երկրորդ մատը եւ ոտնաթաթի ներսային մակերեսով առաջանում է ոսկրային գերաճ, դա կարող է ուղեկցվել նաեւ նմանատիպ դեֆորմացիայով, սա կոնկրետ մրճաձև դեֆորմացիա է, որը սովորաբար ուղեկցում է հալյուքս վալյուքսին եւ այդ կոչվածը իրականում ինչ է իրենից ներկայացնում, երբ մենք այստեղ կարող ենք տեսնել, որ ոսկորը դա առաջին մետատարզալ ոսկորն է, նախագարշապարային ոսկորը, որը տեղաշարժում է դեպի ներս եւ այդ կոչը հենց այդ ոսկրի գլխիկն է, որը արտացծվում է, այսինքն ոտնաթաթը առաջային հատվածում լայնական ուղղությամբ փռվում է եւ ներսային մակերեսով ոսկրի արտացծված գլխիկը մենք տեսնում ենք Եվ քանի որ այն արտացծված է սովորաբար կոշիկի մեջ, մանավանդ նեղ կոշիկների մեջ, այն անդադ շփվում է, առաջանում է հյուսվածքների բորբոքում եւ ցավ։ Այսպեսի սա շատ արտահայտված։ Այո, սա արդեն շատ արտահայտված դեֆորմացիա է եւ այստեղ մենք տեսնում ենք եւ արտահայտված բթամատի ծռվածություն եւ երկրորդ մատի մրճաձև դեֆորմացիա, սովորաբար նմանատիպ դեֆորմացիաներ ուղեկցվում են նաեւ ներբանային մակերեսով, այս մետատարզալ բարձիկների շրջանում կոշտուկների առաջացմամբ եւ ցավով։ Իդեպ ասեմ մենք մինչ զրուցում էինք մեր հանդիսատեսը քվեարկեց եւ պարզվեց որ 36% ես արդեն տեսել եմ տվյալները գտնում է որ այո նորմալ է եւ դիմանում է նոր կոշիկ հագնելիս ցավային զգացողություններին արդյոք այդպես պետք է լինի իհարկե այդպես չպետք է լինի մենք շատ մեծ նշանակություն պիտի տանք կոշիկի հարմարավետությանը եւ դա մի քիչ կրում է նաեւ մենտալիտետային բնույթ մենք սովորաբար սիրում ենք հայերս սիրում ենք միշտ ուշադրություն դարձնել առաջին հերթին տեսքին, մնացածը կարևոր չի։ Եթե մենք օրինակ համատենք նույն եվրոպական երկրների հետ, եթե դուք զբոսնեք փողոցում, 1000-ից 1 կհանդիպեք ինչ-որ մեկին, ով որ բարձր կրունկով է կամ այդ կլասիկ կամ քիփ նեղ կոշիկ է կրում։ Բայց հիմա Հայաստանում էլ ես իրականում ժամանակ հետևում եմ, ավելի քիչ են այդպես։ Հիմա ավելի երիտասարդ սերունդը ավելի հակված է հարմարավետությանը, բայց մի քիչ ավելի տարեց սերունդը սիրում է ավելի տենց նեղ կոշիկներ, բարձրակրունկներ, գալիս են տարատեսակ գանգատներով, տարբեր բժիշկների մոտ եղել են, տարբեր ինչ-որ բաներ են ախտորոշել, վերջում երբ որ մանրամասը զնում ենք, հասկանում ենք, որ իր կոշիկներ ուղղակի սխալ են ընտրված, այսինքն ընդհանրապես կոշիկը փոխելով մեկ համար մեծացնելով կարելի է շատ խնդիրներ լուծել եւ ոդկը ավելի հարմարավետ է։ Ես միշտ իդեպ մտածել եմ, փոքր կոշիկը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Մեծ նորմայից մեծ կոշիկը դա խնդրահարույց է առողջական տեսակետից ընդհանրապես խորհուրդ է տրվում որպեսզի կոշիկը քթամասը դիմացի մասը մեր մատներից 5-ից 7 մմ ավելի երկար լինի, բայց այստեղ մի նյուանս կա, շատ կարևոր է որպեսզի կոշիկը ճիրքի շրջանում վիետնամասում ոդկը ավելի գրկած լինի։ Այո, երբ որ ես կարող եմ օրինակի վրա ցույց տալ կոշիկի վրա, եթե կուզեք, այս հատվածում շատ կարևոր է որպեսզի ոդկը ֆիքսված լինի։ Եթե այս հատվածում ֆիքսված է, այլևս ոդկը չի կարող կոշիկի մեջ սահել առաջ գնալ։ Եվ շատ սխալ է, երբ որ մատները կպնում են կոշիկի դիմացի եզրին, դա կարող է բերել եւ մատների դեֆորմացիաների եւ նաեւ եղունգների տարատեսակ դեֆորմացիաների։ Այսինքն, եթե այս հատվածում, ճիրքի հատվածում կոշիկը ֆիքսել է ոդկի թաթը, դիմացի հատվածի երկարությունը ոչ թե խանգարում է, այլ ընդհակառակը կարեւոր է օգնում է։ Սրանք բոլորը օրթոպեդիկ կոշիկներ են։ Սրանք բոլորը օրթոպեդիկ կոշիկներ են։ Փորձ է արվում օրթոպեդիկ կոշիկները մաքսիմալ նմանեցնել մոդելային կոշիկներին։ Ես գիտեմ, որ նաև կան անհատական պատրաստվող ներդիրներ, որոնք հենց նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ունեն խնդիր։ Այո, մենք ոտնաթաթերի դեֆորմացիաների դեպքում կիրառում ենք տարատեսակ օրթոպեդիկ հարմարանքներ, դրանց մեջ մտնում են այստեղ ցուցադրված են օրթոպեդիկ տարատեսակ ներդիրները, կրնկային հատվածի համար նախատեսված ներդիրներ, մատների հատվածում կիրառվող դետալներ, օրինակ սա նախատեսված է հենց այդ հալյուքս վալգուսի բթամատի ծռվածություն ուղղելու համար քաշի տալի։ Քաշի, բայց այստեղ էլի ես ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։ Մենք պետք է իմանանք, որ այս ներդիրները, բանդաժները, տարբեր տիպի շտկող հարմարանքները իրենք չեն կարող ուղղել դեֆորմացիան եւ շտկել խնդիրը։
իրենք ավելի շատ նախատեսված են կանխարգելման համար եւ նաեւ նրա համար, որպեսզի մեր եղած խնդիրը մեզ հնարավորինս քիչ անհանգստացնի։ Դեֆորմացիաների, օրինակ հալյուքս վալգուսի շտկման, ուղղման միակ եղանակը դա վիրահատական եղանակն է։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը ովքեր ունեն այդ խնդիրը պիտի վիրահատվեն։ Այստեղ շատ կարևոր է որպեսզի մենք հասկանանք, թե այդ ոտնաթաթի դեֆորմացիան ընդհանրապես ինչ գանգատների է բերում, որովհետև բոլորի ոտքերը չեն կարող լինել նույնը, հա, իրենք տարբերվում են։ Այստեղ պիտի տարբերակել պաթոլոգիան եւ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Եվ նույնիսկ եթե կա որոշակի դեֆորմացիա, որը որևէ այդպիսի գանգատի չի բերում, կարելի է ոչինչ չանել։ Իհարկե կան նաեւ պրոֆիլակտիկ միջոցառումներ, օրինակ սպորտսմենների համար պատրաստվում են հատուկ սպորտային ներդիրներ, դիաբետ ունեցող անձանց համար պատրաստվում են հատուկ ներդիրներ, որպեսզի կանխարգելեն վերքերի խոցերի առաջացումը եւ այլն։ Այդպես, այսինքն այստեղ պետք է ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր դեպքին առանձին։ Ինդիվիդուալ մոտեցումը դուք ասացիք անհատական մոտեցում, բայց անհատական մոտեցման համար մեզ պետք է անհատական հետազոտությունների տվյալներ, որոնք մենք հենց հիմա կարող ենք կազմակերպել մեր տաղավարում։ Ես գիտեմ, որ նախապես զրուցել ենք, ով ունի խնդիրով կասկածում էր, մեր հանդիսատեսից մեկը Շուշանը ասաց, որ պատրաստ է անցնել նման հետազոտություն, համեցեք, դիմավորենք մեզ Շուշանին։ Եվ այսպես, ինչ է պետք հետազոտությունը անցնելու համար։ Այս սարքը կոչվում է բարոմետրիկ պլանտոգրաֆիա եւ այս սարքի միջոցով մենք կարողանում ենք չափել ծանրաբեռնվածությունը ոտնաթաթերի ներբանային մակերեսին։ Սա իրականում ոչ այդքան ախտորոշիչ հետազոտություն է, այլ ինչքան անտրոպոմետրիկ, այսինքն մենք կատարում ենք չափագրումներ, որպեսզի ճիշտ հասկանանք ծանրաբեռնվածությունների ոտքի թաթի տակ, ուսումնասիրենք ոտնաթաթի բիոմեխանիկան, որը մեզ օգնում է ճիշտ պլանավորել, պատրաստել օրթոպեդիկ ներդիրներ, կոշիկներ կամ օրթեզներ։ Հենց հիմա մենք դա հենց կանենք այստեղ մեր տաղավարում։ Խնդրում եմ կանգնեք սարքի վրա։ Ոտքերը մի քիչ ավելի լայն դրեք եւ աշխատեք շատ չտատանվել։ Հիմա մենք տեսնում ենք աշխատեք շատ չտատանվել։ Հիմա մենք տեսնում ենք ոտնաթաթի ներբանային մակերեսի վրա ծանրաբեռնվածություն ինչպես է բաշխվում եւ ինչքան գույնը ավելի պայծառ է, հա, ավելի բաց գույն է, այդ զոնայի վրա մենք ունենք ավելի մեծ ծանրաբեռնվածություն։ Այսինքն մուգ զոնաները քիչ են ծանրաբեռնված, ավելի բաց զոնաները ավելի շատ են ծանրաբեռնված։ Հիմա սա նորմալ է թե ոչ։ Մենք տեսնում ենք մոտավորապես 51-49, դա նշանակում է, որ պրակտիկապես հավասար են, այո։ Մենք կարող ենք հասկանալ օրինակ կրունկների վրա ինչքան ծանրաբեռնվածություն է ընկնում եւ առաջային հատվածի վրա ինչքան ծանրաբեռնվածություն է ընկնում։ Օրինակ ձախից մենք տեսնում ենք, որ մոտավորապես 60%-ը ընդհանուր ձախ ոտնաթաթի ծանրաբեռնվածության ընկնում է կրնկային զոնայի վրա, 40-ը դիմացի հատվածի վրա, որը էլի նորմայի սահմաններում է։ Մենք ունենում ենք տարբեր փոփոխություններ եւ ըստ այդ փոփոխությունների արդեն կարող ենք որոշակի միջամտություն անել ներդիրների միջոցով, որպեսզի ոտքի թաթի տակ ծանրաբեռնվածությունը եւ հավասարաչափ բաշխվի եւ նաեւ վերականգնենք բիոմեխանիկան ոտնաթաթի։ Մենք այստեղ տեսնում ենք, որ դրվածքի խանգարումներ չունենք։ Առաջային հատվածում այս մետատարզալ հատվածներ են, միջին հատվածում երկրորդ, երրորդ, չորրորդ մատների հիմքի շրջանում որոշակի գերծանրաբեռնվածությունն է, դրան մենք երբեմն անվանում ենք լայնական հարթաթաթություն, այսինքն ոտնաթաթի առաջային հատվածի լայնական կամարի հարթեցում, դա նպաստող հանգամանք է, որ կարող է ժամանակի ընթացքում առաջանալ հալյուքս վալգուս, այսինքն այդ կոչվածը, եւ նաեւ հնարավոր է, որ այս գերծանրաբեռնված զոնաներում մենք ունենանք կոշտուկներ, որոնք մաշկի հաստացումներ, որոնք հետագայում կարող են նաև բերել ցավերի։ Այսինքն այս դեպքում ներդիրներ պլանավորելուց մենք արդեն այնպես ենք անում, որպեսզի գերծանրաբեռնված հատվածների համար ունենանք հատուկ բարձիկներ եւ բեռնաթափման զոնաներ։ Հիմա անցնենք երկրորդ հատվածին ու անենք քալքի շարժական բիոմեխանիկան։ Հիմա մենք կատարելու ենք քալքի հետազոտություն սկզբից ձախ ոտքով եւ պտտվում ենք եւ այս կողմից արդեն աջով։ Հիմա մենք ստանալու ենք այս հետազոտության շնորհիվ քալքի ընդհանուր միջինացված պատկերը, հա, համակարգիչը եւ ծրագիրը ընդհանուր միջինացնում է տվյալները եւ այստեղ մենք կարող ենք նկատել, որ ձախ կողմից այս դրսային հատվածում, հա, այս կարմիր զոնաները, երբ որ մենք տեսնում ենք, իրենք գերծանրաբեռնված են։ Դա խոսում է նրա մասին, որ քալքի ժամանակ Շուշանի մոտ կա որոշակի դրսային դրվածք, այո, վառուսային դրվածք եւ ծանրաբեռնվածություն ընկնում է ոտնաթաթի ավելի շատ դրսային հատվածների վրա։
միգուցե դեռ գանգատներ չկան, բայց այս քայլվածքը կարող է ժամանակի ընթացքում բերել արդեն դրսային հատվածում սկզբից որոշակի մաշկի հաստացումների, բայց նաև այս դրվածքի խանգարումները երբեմն բերում են այդ զոնայի ջլաբորբերի, հոդերի ախտահարումների եւ արդեն կարիք են լինում նաև բուժական միջամտությունների։ Դրա համար արդեն այստեղ կանխարգելիչ նպատակով ցանկալի է օգտագործել օրթոպեդիկ ներդիրներ, որի շնորհիվ կարելի է առանցքը ուղղել, որպեսզի քայլքի ժամանակ բիոմեխանիկան ավելի ճիշտ լինի։ Մենք այս հետազոտության արդյունքում կարող ենք նաև տեսնել ծանրաբեռնվածության կենտրոնի տեղաշարժը կրունկից մինչև դեպի առաջային հատվածը, թե ինչպես է տեղաշարժվում, դրա շնորհիվ նորից էլի մենք ստանում ենք որոշակի տվյալներ, որոնք վերլուծելով կարող ենք մաքսիմալ ճիշտ պլանավորել, թե ինչ տիպի օրթոպեդիկ հարմարանք, ինչ պարամետրերով պիտի ձեր համար կիրառել։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատողներ, մենք փաստորեն այսօր փորձեցինք շատ կարճ, ընդամենը մի քանի րոպեի ընթացքում անդրադառնալ ոտնաթաթի դեֆորմացիաներին, դրանք տարբեր են, դրանք ունեն տարբեր պատճառներ, դրանք ունեն տարբեր ազդեցություններ մեր օրգանիզմի վրա եւ ամենակարևորը ունեն լուծման տարբեր ձևեր, որոնց մի մասին մենք այսօր խոսեցինք բժշկի հետ, իհարկե նաև շատ շնորհակալ եմ նաև մեր մասնակցին, որը օգնեց, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը լինի ավելի առողջ։ 2001 թվականին ձմռանը տանը աստիճանով շրջվեցի ընկահատակին ու կոնտրեցի կոնկազրային հոդս։ Տեղափոխվեցի հիվանդանոց, այնտեղ ֆիքսեցին կոտրվածքը, մի տարի 6 ամիս հետո այդ ֆիքսատորները հանեցին, բայց ժամանակի ընթացքում զգում էի, որ քայլում եմ ոտքս կարճանում է։ Ռենտգենի ժամանակ պարզվեց, որ ոտքս ֆիքսված չի, պոկված է։ Ողնաշարի թեքություն էի զգում, ցավերի ունեի։ Դրանից հետո ինձ ասեցին, որ օստեոպարոզ է զարգանում իմ մոտ։ Չի էլ պատկերացնում, որ կարելի է կոշիկի ձևափոխումով շտկել ահագին խնդիրներ առողջական։ Ու արդեն 2 տարի ես զգում եմ, որ ես քայլում եմ ուղիղ, նորմալ, առանց կաղալու։ Տիկին Սուսաննա, այս անգամ մենք պլանավորում ենք ձեր համար պատրաստել արդեն փակ կոշիկ, ավելի աշնանը հագնելու համար։ Հիմա մի քանի չափագրումներ կանենք, հա, նորից արդեն միասին կոշիկի դիզայնը կորոշենք, գույնը կորոշենք ու արդեն կսկսենք պատրաստման process-ը։ Մեր նախորդ հանդիպումից անցավ արդեն 2 շաբաթ, մենք ձեր կոշիկներն արդեն պատրաստել ենք, քանի որ ձեր մոտ ձախ ոտքից կա կարճացում, ձախ ոտքի կարճացում 5 սանտիմետր, մենք կոշիկի մեջ տեղադրել ենք փոխհատուցման դետալ եւ այնպես ենք արել, որ ամբողջությամբ մնա կոշիկի մեջ եւ դրսից որևէ բան չերևա, այսինքն չտարբերվի։ Հիվանդության այդ հետևանքները կամաց իմ մոտ անհետացան միայն այն փաստով, որ կոշիկը նորմալ կարգին վիճակում էր, կարողանում էի քայլել ուղիղ արդեն։ Ես հիմա ինձ շատ լավ եմ զգում, շատ վստահ եմ քայլում, անգամ որոշ մարդիկ կոմպլիմենտներ են անում առումով, ոնց է պատահել, որ հիմա դու կարողանում ես ուղիղ քայլել։ Անգամ ազգականներից մեկը հետաքրքրվել էր, միգուցե էնդոպրոթեզ են տեղադրել, որ արդեն քայլվածքը կարգավորված վիճակում է։ Զարմացավ, որ դա ընդհանրապես կոշիկի ձևափոխված տեսքից է։ Թերևս մի լավ կզբոսնեմ, նոր հետո կգնամ տուն։ Կոշիկների հաճույքը վայելելու համար։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում
զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է այժմ եթերում եւ մենք այսօր խոսելու ենք ամենատարածված սխալների մասին, որոնք թույլ են տալիս փոքրիկների խնամքի ժամանակ։ Իմ հյուրը այսօր նեոնատոլոգ Արթուր Ջանազյանն է, համեցեք Բժիշկ Ջանազյան։ Ողջույն։ Եվ փորձելու ենք այսօր մի քիչ կռիվ անել այն տատիկների հետ, որոնք որ գեր խնամք են, գեր ուշադրություն են փորձում ցուցաբերել եւ երբեմն նրանց կարծիքը բժիշկների կարծիքի հետ չի համընկնում։ Մենք առանձնացրել ենք մի քանի թեմա։ Առաջին թեման դա բարուրն է։ Բարուրել թե չբարուրել երեխային։ Միանշանակ չբարուրել։ Ժամանակին իրականում մարդկանց մոտ տենց տպարություն կար, որ բարուրը երեխային օգուտ է, տակա պահում, ոտքերը ուղում է, ողնաշարը ուղում է եւ այլն, բայց իրականում բացի այն, որ այդ ամեն ինչն ինքը չի անում, ինքը շատ մի հատ վատ հետևանք է թողում երեխայի առողջության վրա, խոսքը գնում է կոնքազդրային հոդերի հոդախախտի մասին։ Շատ մեծ հավանական է։ Այո, բարուրվող երեխաների մոտ ռիսկը անգամներով շատ է, ընդ որում աղջիկների մոտ անգամներով ավելի շատ է, քան տղաների մոտ դա բացատրվում է։ Մենք նրանց հետո տեսնում ենք փողոցում մեծ տարիքում այն բադիկի քայլվածքով, այո։ Հիմիկվա դրությամբ ինձ թվում է արդեն շատ հազվադեպ է դա, բայց դեռևս մեր մի քիչ մայրաքաղաքում չէ, բայց մայրաքաղաքից դուրս դեռ հələ այդ բարուրելու սովորությունը կա։ Այո։ Եվս մեկ անգամ համոզենք, խնդրենք, ասենք երեխաներին մի բարուրեք։ Պետք չի երեխաներին կապել, թող ազատ ապրի։ Ձեզ դուր կգար, օրինակ ինչ որ մեկը ձեզ բռներ, կապեր, ասեր, այսինքն հիմա անշարժ պարկի։ Շատ անգամ ես էլ եմ տենց ասում։ Գնացինք առաջ։ Կերակրելու ընթացքում ինչ սխալներ են թույլ տալիս։ Գլոբալ առումով տենց շատ կոպիտ սխալներ իրականում դժվար թե կարողանան թույլ տան։ Հիմնական սխալները սկսվում է, երբ որ մարդիկ մոր կաթի սակավության պատճառով սկսում են ալտերնատիվներ ման գալ։ Համոզում եմ, որ ոչ կովի, ոչ այծի եւ ոչ ուրիշ կաթնասուն կենթանու կաթ չի փոխարինում մարդու կաթը։ Իսկ ինչ վերաբերում է բուն կրծքով կերակրման սխալների մասին, այդտեղ կարող է դիրքի հետ լինի, կարող է ոչ ճիշտ ամրացման հետ լինի, դա իրական մի քիչ առանձին թեմա է, ուղղակի առիթից օգտվելով ասեմ, որ այն նորաթուխ մամաներին, ում որ մի քիչ ավելի փորձառու մեկը խորտ կտա, որ կոնկրետ այս դիրքով, կոնկրետ սենց պահած պիտի կերակրեն, իրականում չկա տենց բան։ Ցանափոշին ինձ թվում է շատ շուտով լիարժեք դուրս կգա կիրառությունից, որովհետև ապացուցված է, որ իր այդ միկրոմասնիկները այսպես թե այնպես երեխան սկսում է շնչել։ Իսկ դա բնականաբար նստում է շնչուղիներում ու կարա տարբեր չափի խնդիրների պատճառ լինել։ Գիտեք, մենք դրա մասին գիտենք արդեն երկար տարիներ։ Երեխաներին խնդրում եմ ցանափոշին հանեք։ Պորտի մշակումը շատ լավ հետազոտություն կա ամերիկյան 65000-ից ավել ընտրանքով նորածինների, ուրեմն հետազոտվել է 4 հակասեպտիկ նյութերը եւ մի խումբն էլ եղել է ստուգող խումբը, չի կիրառվել ոչ մի բան։ Մշակեն ինչ-որ մի բանով թե չմշակեն, ելքը նույնն է ու որոշվել է չմշակել ու հիմիկվա դրությամբ 3 պատվիրան ունենք պորտի մասով նորածնի, նա պետք է լինի մաքուր, չոր ու բաց։ Վերջինը լողացնելու մասին փորձենք խոսել, կան արդյոք ինչ-որ տարածված սխալներ լողացնելու ընթացքում։ Ամենա ինձ թվում է տարածված սխալը է ձգել, քաշելը, դա ուղղակի աղետ է, չի կարելի նման բան անել ընդհանրապես, երկարավզիկ, երկարատոտիկ, այդ ամեն ինչը շատ լուրջ հետևանքներ կարող ունենա երեխայի հենաշարժի ապարատի հետ ընդհանուր միջև հաշմանդամության։ Երկրորդ խնդիրը ստեղ չափազանց տաք ջուրն է։ Չմրսի երեխան։ Չմրսի, այո։ Մենք հիմնականում մրսում ենք, երբ որ ջրից դուրս ենք գալիս։ Այսինքն մեզ պետք է այդ սենյակը, որտեղ որ երեխային լողացնում ենք, լինի տաք,
Կարա լինի 25 աշճան, 26 աշճան, 30 թեկուզում ճաշակով, բայց ջուրը չպետք է երեխայի մարմնի ջերմաստիճանից բարձր լինի։ Երեխան ինչ մաշկի գույնով, որ մտնում է ջուրը, այդ գույնով պետք է դուրս գա։ Ինքը չպետք է կարմիր դուրս գա, ուստեղ շատ հաճախ սխալմունքը ընդեղ է, որ մեր մարմնի տարբեր մասերի ջերմազգայունությունը տարբեր է բնականաբար եւ շատ հաճախ մայրը երբ որ դաստակով է ստուգում ջուրը, իրան թվում է սառնա, օրինակ դա կարելի օրինակ 36 աշճանի ջուր, 36.5, բայց իրան թվում է սառնա, բայց այդ լիարժեք օպտիմալ է։ Բայց հերիքա ինքը միջև գոնե արմունկից վերև մտցնի թեւը ջրի մեջ, ինքը կհասկանա, որ այդ ջուրը լիարժեք օպտիմալ է։ Երևի այսօրվա համար այսքանը, ինձ թվում է դուք արդեն շատ տատիկների հետ վատ հարաբերություններ ձեռք բերեցիք, մենք հենց դրա համար էլ ձեզ կանչել էինք, բայց իրականում մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաներ լինեն առողջ։ Գերհոգատարությունը երբեմն բերում է վատ բաների։ Ձեր երեխաներին մի քաշեք, մի ձգեք, նրանց սպորտը ավելորդ մի մշակեք, չգիտեմ, տարբեր կաթետ երեխաներին մի տվեք, թողեք նորմալ բժիշկների եւ ծնողների ճիշտ մոտեցումներով մեծանա, հավատացեք, ամեն ինչ կլինի լավ։ Շնորհակալություն, հիշեցնեմ, ինձ Արթուր Ջանազարն էր, մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, խոսում ենք այժմ կարևորի մասին, իսկ կարևորն այսօր կոնֆլիկտն է, մենք խոսում ենք կոնֆլիկտների մասին, իսկ իմ հյուրը հոգեբան Մարիետա Խորշուձյանն է։ Ողջույն։ Ողջույն, Վայրեն։ Եվ այսպես ինչ է իրենց ներկայացում կոնֆլիկտը ընդհանրապես։ Սկսենք նրանից, որ կոնֆլիկտ ասելով մենք շատ հաճախ հասկանում ենք շատ տարբեր բաներ։ Կոնֆլիկտը ծնվում է այնտեղ, որտեղ որ կա հակամարտություն, որից որ չեն ուզում դուրս գալ երկու կողմը։ Իրականում կոնֆլիկտի ճիշտ սահմանումը երևի թե դա կլինի։ Կոնֆլիկտի մեջ, ինչպես արդեն հասկացանք, երկու կողմի համար շահավետ է մնալ։ Եթե ինչ որ մեկին այդ կոնֆլիկտը հետաքրքիր չի, կոնֆլիկտը արդեն չկա։ Մարում է, արդեն մարում է, եւ եթե ինչ որ մեկը դուրս է եկել կոնֆլիկտից, արդեն նշանակում է կոնֆլիկտը ավարտվեց, ամփոփվեց։ Կոնֆլիկտը ունի շատ հետաքրքիր մի քանի բաղադրիչներ, դրանցից մեկը տարբեր կարծիքներ ունենալն է։ Երկու կամ ավել կողմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ։ Իսկապես նեգատիվ էմոցիաները կան, բացասական այդ խուզական ֆոնը անպայման կոնֆլիկտի մեջ կա ու կա նաև ցանկություն հաղթող լինելու։ Իհարկե բոլորը մարդ, որ ասի, «Վայ, ես միշտ պատրաստ եմ զիջել, ես միշտ…» Չէ, հավատացեք, բնակչության մի մասն էլ այդպես է, դրան էլ անպայման կանրադառնանք, այո, մարդիկ կան, որոնք պաթոլոգիկ վախենում են կոնֆլիկտից։ Ասեմ ձեզ, որ նրանք, ովքեր որ խիստ պայքարում են հաղթանակի համար, եւս վախենում են կոնֆլիկտից, որովհետեւ իրենց համար կոնֆլիկտում պարտվելը նշանակում է կորցնել ամեն ինչ։ Մի շատ կարևոր բան էլ ասեմ, որ մենք հստակ իմանանք ինչի մասին ենք մենք խոսում, երբ որ ասում ենք կոնֆլիկտ, արդյոք դիմացինը գիտի, որ դու իր հետ կոնֆլիկտի մեջ ես։ Բացատրեմ ինչու եւ ոնց ենք գալիս դրան։ Շատ հաճախ մարդիկ գալիս են եւ ասում են, օրինակ, գալիս է հարցը, ասում է, գիտեք, ես կեսօրից հետ կոնֆլիկտ ունեմ։ Ու պատմում է տարբեր բացասական իրադրություններ, եւ երբ որ դու հարցնում ես, ասում ես, իսկ կեսօրդ գիտի, որ դու իր հետ կոնֆլիկտ ունես, ասում է, հա, բայց խելացի մեծ կին է, կարող գլխի չի ընկնում, դու հասկանում ես, որ չէ, չգիտի։ Իրականում այդ կինը չգիտի։ Երկխոսություն երբեք չի եղել։ Երբեք ես չեմ ասել, որ այն ինչ դու անում ես կամ այն ինչպես որ դու քեզ պահում ես այս կամ այն իրավիճակում ինձ համար հաճելի չէ։ Իսկ սա նշանակում է իրական կոնֆլիկտ չկա խնդիրի մեջը։ Այսինքն միակողմանի, իսկ լինում է միակողմանի կոնֆլիկտ, թե դա արդեն կոնֆլիկտ չի։ Շատ հաճախ, երբ որ մարդը ասում է, ինձ մոտ կան կրկնվող կոնֆլիկտներ տարբեր ոլորտներում, աշխատանքի վայրում կոնֆլիկտ ունեմ, ընկերական շրջապատում, ընտանիքում, այստեղ արդեն ժամանակն է լուրջ մտածելու, արդյոք ամբողջ աշխարհը այդքան վատն է, այդքան լարված է եւ այդքան քեզ չի գնահատում, թե խնդիրը իսկապես քո մեջ է։ Այսինքն դու ես լինում այդ խնդրի կրողը, խնդրի կրողը, սենց ուսապարկի մեջ հետդ քաշ ես տալիս ամբողջ կյանք եւ որտեղ նստում ես կարկանդակը տուտելու, հետը հանում ես այդ խնդրեմը։ Այսինքն քո բոլոր իրավիճակներում կյանքի դու դառնում ես խնդրահարույց։ Այսինքն իրականում ես կարող եմ ենթադրել, որ դուք հիմա մեզ մղում եք կոնֆլիկտի, այսինքն բաց կոնֆլիկտի, այսինքն խոսել, ասել, եթե ինչ-որ մեկից նեղացել ենք, ինչ-որ մի բանից նեղվել ենք, ապա դա ոչ թե թաքցնել, պահել, այլ դա բացահայտ ձևով ասել։ Այո, բացահայտ ձևով ասելը կլինի առողջ տարբերակ։ Շատ հաճախ մենք ասում ենք, դե մարդը միշտ եթե կոնֆլիկտների մեջ է, դա իր առողջության վրա անդրադառնում է։ Եթե այդ կոնֆլիկտը երկարաժամկետ է, երկարաձգված է եւ դառնում է արդեն ներքին կոնֆլիկտ,
Այստեղ անխուսափելի լինում են ստրեսի բոլոր դրսևորումները։ Օրինակ բերեք։ Ղեկավարը ինձ ուզում է հանձնարարություն տալ, ես չեմ ուզում անել հավելյալ աշխատանք, իսկ իր համար շատ կարևոր է, որ աշխատանքը առաջ գնա եւ կազմակերպությունը առավել հնարավորինս պրոդուկտիվ աշխատի։ Բայց ես ոչինչ չեմ անում, ես կարող եմ անել երկու բան, ես աշխատողն եմ։ Եվ հիմա գալիս եք ինձ կոնֆլիկտի։ Ոնց է ճիշտ մի դեպքում ես կարող եմ ընդհանրապես չգալ կոնֆլիկտի, այդ տարբերակներ մենք անպայման պետք է քննարկենք մեր մեջ եւ ոչ մի լավ բանի դա չի բերում, ասեմ ավելին, ինչ որ մի օր դա շատ վատ բանի կբերի, որովհետեւ այնուամենայնիվ եթե ես խուսափեցի այդ կոնֆլիկտից, չէ որ իրավիճակ, էմոցիաները շարունակում են աշխատել իմ ներսում։ Նախ եւ առաջ, երբ որ խոսում ենք կոնֆլիկտի մասին, պետք է խոսենք մեր մասին, որտեղ խնդիրը մենք ենք, խնդիրը այդ մարդը չի։ Մարդը ունի իր նպատակները, իր ցանկությունները, մենք ունենք մերը։ Դրա համար հաղորդակցման մեջ մենք պետք է օգտագործենք եսը։ Այսինքն ես հաղորդագրություններ տանք մարդուն։ Ինչ է սա նշանակում։ Ես կարող եմ խոսել իմ հույզերից։ Երբ ես տեսնում եմ այսինչ բանը, ես սա եմ զգում։ Երբ դուք ինձ հավելյալ հանձնարարություն եք տալիս, ես ինձ այսպես եմ զգում։ Այդ դեպքում մարդը պատրաստ է քեզ լսել եւ միգուցե նույնիսկ ապրոմակցել ու հասկանալ, որ իսկապես միգուցե ինքը չզգաց ոնց հատեց քո սահմանը, չհասկացավ, որ չէր կարելի։ Այսինքն ոչ թե մեղադրել ձեզ նեղացնողին, այսպես ասած, այլ ասել ես դրանից նեղանում եմ։ Ինձ հարմար չէ։ Միշտ շեշտեք եսը, այդ պարագայում դուք ոչ մեկին չեք նեղացնում։ Այո։ Եվ հակառակը ստիպում եք, որ ձեր տեսանկյունից մարդը նայի գործի ընթացքին։ Եվ շատ կարևոր է եւս լսեք այդ մարդուն։ Մինչև վերջ լսեք, թույլ տվեք, որ մարդը արտահայտվի։ Շատ քիչ դեպքերում է, երբ որ կոնֆլիկտի ընթացքում մարդը դիտավորալ ուզում է ցավեցնել քեզ։ Մենք ենք այդպես ընկալում։ Իրականում այդպես չէ։ Ասեց, որովհետև ուզում էր, որ մենք մեզ ված գանք։ Ասեց, որովհետև ուզում է մեզ չարաշահի։ Չէ, ինքը ունի իր նեղ շահերը։ Ցանկացած մարդ ինչ որ մի բան անելու ժամանակ ունի նեղ շահ, եւ այդ նեղ շահը քո հետ կապ չունի։ Մենք կոնֆլիկտում ենք այնտեղ, որտեղ մեզ թվում է, որ դա մեզ է վերաբերվում, մեզ է ուղղված։ Իսկ եթե մենք մի վայրկյան դադար տանք եւ ասենք, իսկ ինչ էր ուզում մարդը ասել։ Եվ եթե մենք միշտ փորձենք հարաբերությունների մեջ դուրս գալ այն տեսանկյունից, որ մեզ ինչ-որ մի բան ասվում է, որպեսզի լավ լինի, եւ դա չի ուզում, այդ մարդը չի ուզում մեզ վնասել, կարծում եմ կոնֆլիկտների մեծ մասը կհանգուցալուծվեն։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, բարդ թեմա էր, որովհետեւ հոգեբանությունը ինքնին բարդ ոչ շոշափելի, այսպես գիտություն է, այնուամենայնիվ մենք փորձեցինք խոսել կոնֆլիկտների մասին եւ համոզել ձեզ բոլորիդ, որ կոնֆլիկտները երբեք ձեր մեջ չպահեք, որովհետև դա կվերջանա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով եւ շատ հաճախ մարդիկ ձեզ պարզապես չեն հասկանա։ Հակառակը, խնդիր ունեք, բաց, հանգիստ, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի, փորձեք ներկայացնել, փորձեք խոսել։ Երբեք մի պահեք, դա կլինի ընտանիքում, դա կլինի ձեր ընկերական շրջապատում, դա կլինի ձեր աշխատանքի վայրում։ Ձեր առողջության համար ամենակարևորներից մեկն է կոնֆլիկտները միշտ բացել եւ դրա մասին խոսել, այնպես ինչպես սովորացրեց մեր հոգեբան Մարիետա Խորշոսյանը։ Շնորհակալություն։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք մաշկի երիտասարդացման նորարարական մեթոդներից։ Ֆոտոնա 4D մաշկի ոչ ինվազիվ երիտասարդացման ամենաարդյունավետ լազերային միջոցը։ Ֆոտոնան իր մեջ միավորում է երկու լազերային ալիք։ Իսկ ինչու է այն կոչվում 4D, որովհետև այն իրականացվում է 4 տարբեր մակարդակներում։ Այս միջամտության շնորհիվ կարող ենք հասնել երիտասարդացման առանց վիրահատական միջամտությունների։ Ֆոտոնա 4D-ն նպաստում է ֆիբրոբլաստների, կոլագենի եւ էլաստինի նոր սինթեզը, որի արդյունքում ազատվում ենք մանր կնճիռներից, պիգմենտացիայից եւ մաշկի անհավասարություններից։ Իդեպ, այս միջամտության առավելությունը կայանում է նրանում, որ նա անցավ է, չունի վերականգնողական շրջան, կատարվում է ամիսը 1 անգամ եւ ըստ ցուցման անհրաժեշտ է 3-ից 4 միջամտություն լիարժեք արդյունքին հասնելու համար։
Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։